Սիրելի գյումրեցիներ, Գյումրիում կեսօրին ամենամարդաշատը շուկան է, հենց այնտեղից էլ ելքը սկսեց Քայլերթ քարոզարշավը։ Բարձրախոսը ձեռքին խնձոր կարտոֆիլ վաճառողների շարքերով անցնելով Էդմոն Մարուկյանը Շիրակցի ընտրողին իրազեկեց։ Ինչու պետք է քվեաթերթիկի վրա վեաձև թռչնակը հենց առաջին համարի դիմաց նշեն։ դուք ունեք հնարավորություն, ես կասեի բացառիկ հնարավորություն, երբ դաշինքին քվեարկելով Հայաստանում սկսել փոփոխությունների ժամանակաշրջան։ Ինչ փոփոխություններ են առաջարկում ելք դաշինքում միավորված Լուսավոր Հայաստան Հանրապետություն եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները Մարուկյանը ներկայացրեց քայլ առ քայլ։ 30 քայլ, որը տանելու է ավելի պաշտպանված, ավելի անվտանգ Հայաստան։ Ընտրողներից նրանք, ովքեր ծրագրերը տեղում լսելու հնարավորություն չունեին, առաջարկեցին բուկլետներից ծանոթանալ իրենց առաջ քաշած գաղափարներին։ Վերցրեք մեր ծրագիրը, նայեք իրաթերթիկ համար 1։ Իհարկե մեր օգտին պահանջեք մեզանից։ Ելքի ցուցակում Գյումրիից падգամավորության 7 տեխնացու կա, հիմնականում երիտասարդներ են։ Մենք ականջալուր ենք եղել Հայաստանի քաղաքացու այն պահանջին, որ ընդդիմությունը պետք է միավորվի, ասաց Լուսավոր Հայաստանի առաջնորդը։ Մենք միավորվել ենք հանուն փոփոխությունների, մենք միավորվել ենք հանուն գաղափարների։ Ոչինչ էլ չեք փոխելու, միայն խոսում եք կանաչի վաճառողների բողոքը, Մարուկյանը լսեց, ասաց հասկանում է, հուսահատված են։ Օծի բուրը խլեզից եք ուզում հանել, այդպես չի լինում։ Ձեր խնդիրները լուծելու համար ենք ուզում նոր խորհրդարանում լինել մարդկանց, վստահեցրեց Մարուկյանը։ Կարելի է դիմեմ քաղաքի փողոցներից մեկում ելքի ներկայացուցչին իր հարցերով մոտեցավ մի կին, շատ դռներ է թակել, օգնող չկա։ Գրավոր ինձ գրեք, ես կզբաղվեմ։ Ազգային ժողով Բաղրամյան 19 падգամավոր Էդմոն Մարուկյան։ 5 տարի 2 մանդատով ազգային ժողովում լոբինգ են արել, որ երկրում տարածքները համաչափ զարգանան, հայրաքաղաքում ապրողների աչքը դեպի մայրաքաղաք չլինի։ Ընդդիմադիր իրենց գործունեության մասին ում հանդիպեց, պատմեց падգամավորի թեկնածուն։ Ճանաչում եք ինձ։ Գյումրեցիների թասիբը եկավ, երբ լսեցին ոչ մեկից չվախենաք, ընտրեկում ուզում եք։ Վախենայինք, մեր մորից աղջիկ կծնվեինք, նեղսրտեցին Մարուկյանի զրուցակից տղամարդիկ։ Վախենակ, ինչ ումար Դուք իհարկե գերդաշ։ Կարդացեք։ Առաջ մստենք համեր կարդան։ Ծանոթացումը հերվից սկսեցին, իմացեք, մենք չենք եղել իշխանությունում, ասացին, երկրին աշխատող падգամավորներ են պետք, մեր անունները չեք գտնի կոռուպցիոն սկանդալներում, ահա թե ինչու պետք է ընտրողն իր ձայնը հենց ելքին տա։ Ծտախոս չէ։ Եթե ամեն մեկն իր ձայնին տեր կանգնի, կյանքը կփոխվի, վստահեցրին։ Եվ որն է ելքը։ Ելքը ելդաշինքին քվեարկել։ Թերահավատների համար չզլացան կրկնել, օրը կգա կունենանք լուսավոր լավ Հայաստան, պետք է պայքարել դրա համար։ Հերմինե Բաղդասարյան, Աննա Մարտիկյան, օրակարգ։